Արգենտինայի մասին խոսելուց չարծարծեցի կուսակցությունների հարցը։ Արգենտինայում ամենահզոր հայկական կուսակցությունը Դաշնակցությունն է։ Նույնիսկ Դաշնակցությունը ունի թերթ։ Հրատարակում են նաև Դաշնակցությանը վերաբերող իսպաներեն լեզվով և հայերեն լեզվով նյութեր, գրքեր։ Ի տարբերություն Արգենտինայի, Ուրուգվայում ամենահզոր կուսակցությունը հնչակյան կուսակցությունն է, որը 19-րդ դարի վերջում արդեն գնել էր շենք։ Շենքը բավականին նշանավոր է, գտնվում է Մոնտեվիդեոյի կենտրոնում և պատմաճարտարապետական հուշարձան է։ Ուրուգվայում բնակվում է 20-21 հազար հայ։ Կա երկու եկեղեցի, մի քանի դպրոց, մշակութային կենտրոններ։ Ամենանշանավոր ուրուգվահայը Լիլիան Քեշիշյանն է, որը մի քանի անգամ եղել է պատգամավոր և մի քանի անգամ էլ եղել է նախարար, տարբեր նախարարություններում։ Այժմ, եթե չեմ սխալվում, պատգամավոր է։ Կան բավականին մշակութային արվեստի գործիչներ Ուրուգվայում։ Ուրուգվայի համայնքին միացնենք նաև Չիլիի համայնքը։ Չիլիի հայերը հիմնականում բնակվում են Սանտիագոյում, մայրաքաղաքում, մոտ 5000 են, ունեն ռադիոժամ, ինտերնետային էջ, բավականին համախմբված համայնք է։ Կան բժիշկներ, ինժեներներ։ Ամենանշանավոր չիլիացի հայը դա Էռնան Կույումջյանն է, որը ծովակալ է, իսկ մի ժամանակ եղել է նույնիսկ Չիլիի շտաբի պետ բանակի։